Арарат Мелкумян – один из героев Арцахской войны. И свою отвагу и боевое мастерство он подтвердил четверть века спустя, вновь став героем, теперь уже Апрельской войны. Արարատը զինվորից դարել է գնդապետ, բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում, բայց ինքը երբեք հոգով չի դադարել զինվոր լինելուց։ Ինքը միշտ ամեն ինչում առաջինն է, զինվորի կողքին է, հա, ինքը շտաբում նստած հրաման տվող չէ, թե մտահղացում ունի, ինքն էլ պետք է կենսագործի։ Մասնակցել է Արցախյան պատերազմին եւ տիրապետում էր ամեն մի մարտավարական հնարքներին եւ այդ նույն հնարքներն էլ հիմի փոխանցում է իր զինվորներին։ Իրան ամեն տեղ կարելի է հանդիպած։ Մարտի դաշտում զինվորի կողքին, անհրաժեշտության դեպքում հրամանատարական կետում, ամեն տեղ։ Մեր հրամանատարի տեղական է Մելքումյան Արարատը։ Նամնացել իմ համար շատ բարձր երուսի կարգում, ամենադժվար պահին, ամենածանր պահին, շատ վատ, այս մարդը ոնց էր մի ձեռքով եւ հաղորդում էր, եւ ղեկավարում էր, եւ մասնակցում էր ամեն ինչին մի փոքր անգամ, մինչեւ վերջին պահը չեմ նկատել, մարդը կամ հոգնենա, կամ չի հասցնում, կամ այդ մարդը դեռ մի քանի մարդ ամփոփված միտեղ, այդ մարդը իրոք որ աշկիմքը դառել լեգենդա դառել, լեգենդ, այդ Մելքումյան Արարատը։ Ես 25 տարի է իր ճանաչում, ես չեմ հիշում մի դեպք, որ ինքը ոչ թե տանքային, այլ ժամանակին ճիշտ որոշում ընդունելով հաղթանակի չհասնում։ Արարատ Մելքումյան, Արցախյան պատերազմի վետերան եւ Արցախի պաշտպանության բանակի գնդապետ։ Սխրանքն ապրում է նրա սրտում։ Արցախի մարտական խաչ շքանշանի ասպետը շարունակում է արեաբար ծառայել հայրենիքին եւ ապրիլյան պատերազմում նա դարձյալ մարտնչեց առաջնագծում։ Խոշոր ռազմական միավորման փոխհրամանատար լինելով նա ոչ միայն հաջողությամբ ղեկավարում էր մարտերը, այլև անձամբ մարտի տանում զինվորներին։ Մարդ ում հետ երբեք չես հոգնի, մարդ ում հետ կարելի է միանգամայն հանգիստ լինել, ապահով լինել, սարի նման թիկունքիդ կանգնած ընկեր է։ Ընկերոջ համար կյանք կտա։ Դες բան չկա, որ իմանա, որ իր ընկերոջ պետք է, ինքը կարանա, որ ինքը կարող է դա կատարի, ինքը չկատարի։ Նա շատ քաջ է, նա չգիտե վախը ինչ է։ Ու իր ենթակայության տակ գտնող զինվորները նայելով իրան շատ ոգևորում են։ Առաջ անգամ է լուրջ մարտական գործողությունների ենք մասնակցում ու գիտենք, եթե մենք ինչ-որ բան չիմանանք ոնց անենք, ինքը մեր կողմն է, ինքը ասելու է։ Բոլորս լսեցինք նրան, առաջորդվեցինք նրա ասածներով, կատարեցինք նրա բոլոր հրամանները ու հաջողության հասանք։ Իր հետևից կարող է հազարավոր մարդիկ գնալ։ Այն պահին ինչքան մարդ լիների կողքին, այդքան մարդ իր հետևից գնալու է։ Եվ դրա հաշվին մենք կարողացանք այդ հատվածում կայունացնել իրավիճակը։ Арарат Мелкумян не представляет жизнь без своей родины Арцаха. Защите родной земли он посвятил всю свою жизнь. Չմոռանանք մեր լեգենդարավոյի խոսքեր ասում, թե տանք Արցախը, հա, մենք կշրջենք մեր հայոց պատմության վերջին էջը, էսա։ Արարատ Մելքումյանը ծնվել է 1973 թվականի փետրվարի 1-ին Մարտունու շրջանի հայտնի Կարմիր շուկագյուղում, Միքայել եւ Գյուլշան Մելքումյանների ընտանիքում։ Նրանց ընտանիքում 6 երեխա էր մեծանում։ Արարատը մանկուց սովոր էր հաջողության հասնել աշխատանքով, վճռականությամբ եւ անձնվիրությամբ։ Դա դարձավ նրա բնավորության հիմնական գիծը։ Արարատը չեմպիոն է դարել, ԽՍՀՄ չեմպիոն է դարել, այդ տարի որ ես ծնվեցի, իմ անունս էլ դրեցին թիմի անունով։ Նույն այդ ժամանակ Արարատ անունները քիչ կարող Ղարաբաղ, բայց հայրս ու մայրս միասին որոշեցին, որ իմ անունս դեն Արարատ։ Թե առօրյա գործողությունների ընթացքում, թե մարտական գործողությունների ընթացքում անսպառ էներգիայի տեր ազնվորություն է։ Ու այդ էներգիան ես համեմատություն եմ անում 10 տարի առաջ ու եւ հիմա նույն անսպառ երանդիտեր ազնվորությունը։ После школы Арарат поступил на заочное отделение Московского юридического института. Он мечтал посвятить свою жизнь защите прав людей, закона и порядка. Но жизнь распорядилась иначе. Он стал защитником Родины и права арцахцев жить на этой земле. 91 թվականին Արարատը զորակոչվեց խորհրդային բանակ։
Սակայն հարազատ Արցախը վտանգի մեջ էր, եւ 1 տարի հետո նա վերադարձավ Մարտունի ու ինքնապաշտպանության ջոկատ մտավ։ Եվ 1 տարի ծառայելուց հետո վերադարձել եմ Ղարաբաղ եւ առաջին իսկ օրից անդամագրվել եմ մեր Կարմիր շուկայի գումարտակի ազնագազմի ցուցակներում։ Խահեր եւ կապուտաչա երիտասարդ հիշում եմ, որ երեսին դեռևս մազեր չէր բուսնում, համարձակ անձնավորություն էր։ Կարմիր շուկայի ինքնապաշտպանության ջոկատը հետագայում Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակ դարձավ։ Դա բազմաթիվ վառ հաղթանակներ տարած հռչակավոր գումարտակ էր, որի հերոսներից մեկը 19-ամյա պատանի Արարատն էր։ Սկզբից հրամանատարը մեր լեգենդար Ավորն ա եղել, մեր հերոսը, այնուհետև արդեն հրամանատարը իր զոհվելուց հետո հրամանատարը նշանակում է գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Եղել է ընդամենը 18-19 տարեկան ջահիլ ու միշտ եղել է ակտիվ ամեն մի հատ խնդիր կատարելուց իր գումարտակի հետ միասին եղել է առաջնային տեղերում, առաջնագծում։ Яркий, решительный и неудержимо отважный Арарат, несмотря на свой молодой возраст, стал одним из любимых и лучших бойцов батальона. Եղել է դեպք, որ ինչ որ մարտական գործողություն կատարել ենք առանց իրեն, ինքը մեզնից վիրավորվում էր։ Դաշե մի քանի ժամով խռովում էր, որ քիչ ենք իրեն տարել այդ մարտական գործողություններին։ Լինելով հմուտ հրամանատար, ազնական օրինակով ինքը կարացել է անցանի, որ բոլորը իրան համ ենթարկվել են, համ իր օրինակին հետևելով հասել են հաջողություն։ Дерзкий воин, которому казалось незнакомо чувство страха, был всегда впереди, вступал в самую безнадежную схватку и выигрывал бой. За очередной подвиг в 1994 году Арарат был награжден орденом «Боевой крест второй степени Арцаха». Հակառակորդը մխրճվում է եւ ստացվում անես, որ զանգում են իրենց վրա, որ օգնության եկեք։ Ես իմ վաշտի տղաներով 5 հոգի գնում ենք, մտնում ենք մարտի մեջ նաեւ 2 տանկ եւ 1 ՀՄՄ։ Այդ կոնկրետ Հոսեփյան Արտուրներն է եղել, այդ տանկերից մեկը ինքն է եղել հրամանատարը։ Հերթական տանկային գրոհի ընթացքում մենք նկատեցինք, որ տանկի հետևից ինչ որ մեկ երիտասարդ տղա մեր հետ հավասար կրակում է հակառակորդի վրա։ Ես մտածեցի, ով է այս խենթ տղան, որ հետո ծանոթացանք ու այն օրվանից մինչ հիմա եւ մեր ընկերն է եւ մեր հրամանատարներից է։ Գրոհի ժամանակ իմ զինվորներից վիրավորվում են եւ 2 հոգի հանում են, մնում են 2 հոգով։ Եվ այդ դիրքը տանկերի օգնությամբ մենք մտնում ենք Կարմիր շուկայի գումարտակի հետ Արարատ Մելքումյանն անցավ Արցախյան պատերազմի բոլոր ճանապարհները, Օմարից մինչև Արաքս։ Պատանի Արարատը պատերազմն ավարտեց Վաշտի հրամանատարի պաշտոնում։ Նա ցույց տվեց, որ կարողանում է ոչ միայն խիզախաբար մարտնչել, այլև գերազանց հրամանատարություն անել մարտում։ Իր մարտական գործողություններով, իր սխրագործություններով, իր արիությամբ, քաջությամբ եւ համարձակությամբ աչք ընկնելով մշտապես եղել է հրամանատարության ուշադրության կենտրոնում եւ այդ առումով ինքը հենց սկզբի ժամանակաշրջանից էլ արդեն պատասխանատուի դեր էր ստանձնում։ После войны Арарат Мелкумян продолжил служить в армии. Такие бойцы и командиры нужны были Арцаху. Его военный талант был необходим родине. И Арарат понимал, что его высшее призвание – быть защитником своей земли. Լիահույս էինք, որ Արարատը պատերազմ ավարտելուց հետո ինքը կդառնա լավ զինվորական ու կընտրի զինվորականի մասնագիտությունը։ Եվ պետք է ասեմ, որ մենք չսխալվեցինք, այդպես էլ եղավ։ Հոյակապ տիրապետում է զինվորական կանոնադրություններին։ Վստահ եմ, որ ուղղակի չի լինի զինվորական կանոնադրություններին վերաբերող հարց, որին Արարատ Մելքումյանը չտիրապետի։ Այսինքն իր գործի գիտակն է, իր գործի վարպետն է։ Արցախն ապրում է խաղաղ կյանքով այն մարտիկների հերոսության գնով, որոնք նրա սահմաններին պաշտպան են կանգնած։ Նրանցից մեկը, որը հանգիստ չունենալով այս բոլոր տարիներին պահպանում է իր հողը, Արարատ Մելքումյանն է։ 24 տարեկանում նա պաշտպանական շրջանի հետախուզության պետ դարձավ, իսկ հետո գումարտակի հրամանատար։ Կերտել ենք հայկական բանակը, զարգացել ենք հայկական բանակը,
Եվ այս ընթացքում ինչպես մարտական գործողությունների վարման, հակառակորդի տարբեր դիվերսիոն խմբերի հետ մղման գործողությունները, այնպես էլ բանակաշինության գործում իրեն ներդրումն շեշտը դնել։ Նախկին խրամատի ուրեմն կամավորական զինվորականը պատերազմից հետո դարձավ արդեն բանակաշնությամբ զբաղվող ՍՊԱ։ Арарат с блеском окончил Московскую общевойсковую академию и получил назначение на высокий пост одного из крупных соединений армии обороны Арцаха. Невозможно посчитать количество вражеских диверсий, отраженных под командой полковника Арарата Мелкумяна, но самое тяжелое было впереди. Նաև միասին սովորել ենք Մոսկվայում, Համազորային ակադեմիայում եւ այնտեղ նույնպես Արարատը ինչպես միշտ եղել է շատ լավ ուսանող, շատ լավ երիտասարդ։ Արարատի մոտ երկու այդ կարևոր որակները առկա են։ Նա հոյակապ շտաբիստ է, շտաբային կուլտուրային տիրապետում է կատարյալ, միևնույն ժամանակ առաջնորդի շատ լավ վառ արտահայտված որակներ ունի եւ շատ լավ հրամանատար է։ 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանը գրոհեց Արցախի սահմանները ամբողջ շփման գծով։ Մեծաթիվ թշնամու դեմ անհավասար մարտում արիաբար մարտնչում էին հայոց բանակի առաջապահ դիրքերի մարտիկները, սակայն որոշ տեղերում ադրբեջանցիներին հաջողվեց ներս խուժել, այդ թվում նաև հարավում, որտեղ տեղակայված էր գնդապետ Մելքումյանի զորամասը։ Հանդիպեցինք պարոն գնդապետին, անորոշ իրավիճակ էր, չենք հասկանում ինչ է կատարվում, թե դիվերսիա, թե հարձակումը, լայնամասշտաբ։ Ու այդ խառնաշփոթի մեջ, որ ոչ մեկը չեն կարող կողմնորոշվենք, հրամանատարը իրադրությունը գնահատեց ու հասկացավ, որ лайномасштаб հարձակում է։ Азербайджанцы ценой огромных потерь захватили несколько армянских передовых позиций. После этого они попытались начать широкое наступление. И здесь их встретили бойцы полковника Мелкумяна. Անարսուն առաջացավ կայունացնել իրավիճակը եւ չթողել հակառակորդի տարածումը եւ ասնել հակահարձակման։ Ձեավորս խմբավորում, որի ղեկավարը ինքնից Արարատն էր։ Ապրիլի 2-ին ինձ համար հստակ էր, որ Արարատը լինելու է սահմանը։ Առաջի գծում նա որտեղ էլ լիներ, պետք է ամեն ինչ թողներ ու գնար հասներ առաջնագից։ Առաջի հերթին կասեցնենք, այնուհետև խնդիրը եղավ, որ հակագրոհենք եւ վերականգնենք առաջնային գիծը։ Ու գնդապետ Մելքումյանը դառավ մեր համար ոնց որ առաջնորդ հրամանատար, որի հետևից կարող ենք մենք գնալ։ Գնդապետ Մելքումյանի զորամասի ստորաբաժանումները առաջնագից հասան եւ մարտի բռնվեցին։ Նա ճշտորեն բաշխել էր ուժերը, նշել խնդիրները եւ անձամբ մարտնչում էր արխիվում, ամենածանր տեղերում, օրինակ ծառայելով իր մարտիկներին։ Հասկանալով իրադրությունը ինչ վիճակ է։ Առանց վարանելու ստանձնել է հրամանատարությունը այդ հատվածում։ Ու հագոտ հաշվարկների գործողություններն եք եկավ։ Կրակած մեր հրետան ու կարակն է ղեկավար։ Համել ազնագազմի մարտական ոգին, որ ես կամ ես տեղ ու կողինը նայում որ ոչ մեկ տեղից չի շարժում, չի վարանում։ Հակառակորդի հարձակումները բազմիցս ճնշել ենք, չենք թողի առաջ շարժվենք, կանխենք նրանց ու լրիվ այդ խնդրի հիմնական մասը, խնդիրները որ տալիս ես մեզ, պարոն Մելքումյանն էր։ Մարտական դիրքը, որի վրա պետք էր հակառակորդը գրոհել, իր եւ մի քանի մեր հատուկ նշանակության լավագույն տղաների հետ միասին կանխել այդ դիրքի հակագրոհը եւ այդպես ընդհանուր հարձակումը հակառակորդի կասեցվել է։ Ազում էր աճ, ցախ, բոլորին ուղղություններ տալի, ով խառնված էր, շփոթված էր։ Իրոք այդ պահերին պետք է տենց հրամանատար լինի, որ կարենա բոլորին հավաքի իրար, մի գաղափարի բերի։ Хорош тот генерал, который не перестает быть солдатом. Полковник Мелкумян сам повел в атаку своих бойцов и был в числе первых, кто ворвался на захваченную врагом позицию. Մի ժամանակ անին գործողությունները, որ ինքը կատարել է, ես անձամբ տեսել եմ, ամսի 2-ին անձամբ հետ վերցնելով հակառակորդի կողմից գրաված դիրքը, դա զինվորի հոգեբանությունը։ Իհարկե որպես հրամանատար եւ որպես զինվոր ինքը այդ երկու կերպարը համատեղել է եւ իր վճարականությամբ կարողացել այդ դիրքերը պահել եւ հետ վերցնել։ Զինվոր, հրամանատար, զինվոր
ես առաջնահերթություն տալիս եմ Արարատին, որովհետև նա եւ զինվոր է, եւ հրամանատար։ Հրամանատար է, ով իր հետևից ունակ է զինվորին տանել։ Այ իր հետևից իր ենթականները կգնան։ Ու ինքը շարժվեց տանկիստների հետ դեպի գրաված դիրքերը, որպեսզի փորձեն ազատագրեն։ Եթե չգնայինք առաջ նորից էլեին, էլի ձախթով իրանց այնա հաջողություն ունեն, միանշանակ էլի կմոտիկանան եւ մի քանի հոգով մենք այդ հատուկ նշանակության վաշտի տղաների հետ միասին առաջ ենք գնում տեղ, հետո արդեն մեր տանկերն են միանգամից մեր հետևից մտնում ենք այդ դիրքը գրողող զորքի հետ միասին մխրշվեց հակառակորդի դիրքը, այն դիրքերից մեկը որտեղ թուրքական դրոշներ ծածանում եւ մոտորապես ժամը 6-ի կողմերը այդ դրոշը վայրենկած էր։ Ադրբեջանցիների հայկական զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձը անհաջողության մատնվեց արդեն առաջին օրը։ Ադրբեջանական տանկերը մարտի դաշտը զիջեցին հայ տանկիստներին, իսկ հետևազորը կորուստներ կրելով անցավ պաշտպանության։ Քանի որ իր համար խնդիր չի, միանգամից կողմնորոշվել ու որոշում ընդունել, որոշեցինք, որ մենք ոչ թե պետք է երկրորդ խրամատ տեղափոխվենք, այլ պետք է այն հնարավորությունը, եթե կա, որ չթողնենք հակառակորդին մի սանտիմետր դաշ առաջ կա, տեղել պետք է կանգնի։ Դեռ արդեն հակառակորդը ստիպված է լինում արդեն բանանը, ոչ թե այդ մարտը մտածի առաջ գնալու, արդեն ինքը մտածում է արդեն անցնեն պաշտպանության։ Զգացինք, որ հակառակորդը վախկոտ է, բազմիցս կորուստներ, վնասներ պատճառեցինք հակառակորդին հրամանատարի հետ միասին։ Անգամ քշերները, ցերեկները դիտարկում անելուց ինքն էր մասնակցում, որ ինքը իրան բարձր չէր դասում։ Ինքը մենք գիտենք, որ ինքը հրամանատար է, մենք իրան հարգում ենք, մենք բարձր ենք դասում, բայց ինքը իրան բարձր չէր դասում։ Պատերազմի թեժ ծանր պահերին մեր ղեկավարող մեր հրամանատարը տվյալ պահին Մելքումյան Արարատը գնդապետ, եւ հո գնդապետ մեր Գրիգորյան Վրեժը իրոք օրինակ են ծառայել, օրինակ գնդապետ Մելքումյանը մի ձեռքով եւ ռացիայով էր ղեկավարում եւ լապատկով միասին հետ փոս էինք կտրում պատսպարվենք եւ ղեկավարում էր եւ հասցնում ես նայածը բերել դիման իրոք որ հպարտ են որ նման հրամանտանի կողքին կանգնած եմ եղել հպարտ ենք ու իրանք օրինակ ծառայել ու միշտ էլ այդ վիճակ ես հպարտանում եմ իրանցով ցանկացած որ ուրախ կլինի որ նման հրամանատար ունենա դու խատալիս ես այդ ամենը После потери высоты Ляля и Ляги некоторые армянские позиции оказались в невыгодном положении. Но армянская армия не стала отступать ко второй линии обороны. Полковник Мелкумян сумел создать новые передовые посты и остановил наступление. Ինքը չգնաց, մնաց մեզ հետ ու այդ ամբողջ ընթացքում մեր նման ամբողջ գիշեր իր կրակային դիրքներ պատրաստում, դաժե մեր տղեկը որ ուզում էին օգնեն իրան իր խրամատը փորելու իր համար, ինքը մերժում էր։ Առաջ են գնում դու իրան հարգելով սիրելով ուզում ես իրանից առաջ գնաս, ուզում ես կողքը կանգնես, ասում են պարոն թող ես հրախ կանգնես, կողք կանգնի, ես ինքս ու եւ ղեկավարում էր եւ կռվում եւ մեր հավասար Փոսեր կտում ես օգնում էր ամեն ինչով։ Մտած մեծ մարդը այդքան էներգիա ոնց որտեղից այդքան էներգիա։ Մեկ մեր գործը ինքը եւ ղեկավարում էր։ Եվ ցաներ աշխատանք էր կատարում։ Եվ օպերացիան եւ հետեւի մեր զորքերն էր ղեկավարում, ինչը որտեղ խփեք։ Իրոք մեծ իրական կենթանի լեգենդա, կենթանի լեգենդ մեծ հերոսա։ Հետո ամսի 3-ին անձրև բռնեց լավ անձրև։ Պարոն Մելքումյանն էր այդ անձրևի տակ սա լապատկան եկալած այդ մինամյոտի փոսերն էր։ Դզում բան էստեղից խփեք, մեկը այնտեղից խփի։ Դե 3-4 օր չեք կնել։ Գիշերվա ընթացքում խրամատները կդրել ենք իրան նշված դիրքերից ու հետագայում մեր կդրած խրամատի հիման վրա արդեն սարքել են, կահավորել են նոր մարտական դիրք։ Չնայած անհաջողությանը հակառակորդը փորձում էր վերսկսել գրոհը ապրիլի 3-ին եւ 4-ին։ Օգտագործելով գեր ժամանակակից զենք եւ մեծաթիվ հրետանի, ադրբեջանցիները փորձում էին ճեղքել հայոց բանակի դիրքերը, բայց կրում էին անհաջողություն անհաջողության հետևից։ Մեր դիրքը հրետակոծել են
երևի իրանց զինարանում ինչ տեսակ է հրետանային զենք կա այդ զենք։ Մեր տղաներից մեկը, որ վիրավորվել է, երևի 300 մմ-անոց հարկի բեկորից է վիրավորվել։ Փորձում էին նաև երկրորդ օրը, նաև փորձում էին երրորդ օրը։ Պատկերացրեք, այնքան զրահատեխնիկա են բերել, շատ էին։ Իրավիճակը տարբեր է, ժամին ժամ փոխվում։ Մենք զգում ենք, որ հակառակորդի զրահատեխնիկան փորձում է հարձակել։ Այդ ժամանակ արդեն Արարատը նռնականետն է վերցնում։ Տղեկին դահայն նռնականետները վերցնենք, որ միանգամից նռնականետերով պետք է պայման կրակել, որ հակառակորդը զգա, որ այդ հատվածում իրան մահ է սպասում։ Մինչև ամսի 4-ը թեժ պայքարի մեջ ենք, հակառակորդը անընդհատ ուզում էր գալ առաջ, անընդհատ ամեն варкյան уզում էր գալ, մենք էլ ամեն варкյան պատրաստված սպասում ենք։ Полковник Мелкумян верил в отвагу и боевое мастерство своих молодых солдат, и они не подвели своего командира. Рядом с Араратом Мелкумяном и под его командой сражались его боевые товарищи-офицеры. На этом участке фронта было уничтожено 7 вражеских танков. Նրանից շատ բան սովորեցինք, ճիշտն ասած։ Ոնց պետք է մարդ վարել, ոնց պետք է դրսևորի, որպես ես հրամանատար նրանից շատ դաս քաղեցի, թե ոնց պետք է դրսևորի հրամանատարը իրական պայմաններում։ Իսկ ինչ վերաբերում է մեր 18 տարեկան զինվորների, դրանք տենալով բոլոր գործողությունները այն ոգով էին վազելով գալիս մեր մոտ մեզ օգնելու, իմանալով, որ իրանց ավակ պետը հրամանատարությունը այդ դիրքում մարդ է վարում։ Հականտանգիստները մի քանի հատ տանկ խոցեցին արագ, հակառակորդն արդեն տեսանք, որ իրանք վախենալով են արդեն տանկեր անում ու նշանառությամբ մեզ վրա կրակելու համար։ Մենք սկսել ենք իրանց վրա որս։ Փորձում ենք իրանց զրահատեխնիկան տեղից շարժել, որպեսզի տեղաշարժի մեր ֆագոտ հաշվարկները տնան ու իրանց խփել։ Գնդապետ Մելքումյանի մարտիկներին հաջողվեց ազատագրել մի քանի զավթված դիրքեր, բայց Լալյա Իլյագի բարձունքում հակառակորդը մեծ ուժեր էր կենտրոնացրել եւ բարձունքի հետ գրավումը չափազանց շատ զինվորների կյանքեր կարժենար։ Դառնում անենց, որ մենք մի վաշտի կազմով 5 երևի այդ 5 դիրքը որ գրավել էին, այդտեղ ամենակիչը գումարտակ էր իրանցը, գումարտակ են կանգնեցրել։ До последнего мгновения Арарат Мелкумян вместе со спецназом сражался у подножия высоты Ляля-Иляги. На армянских бойцов был обрушен ливень артиллерийского огня. 4 апреля полковник Мелкумян был ранен. Это բժշկական օգնությունը ես է ցույց տալի, այդպես ֆրած գորմա բժիշկն ուրա, նայվա դեմքից բժիշկ արի, գնացի ասում եմ, հա հրամանատար ինչա նորմալ է, ասում եմ դե վիրավորվել եմ, այդպես բեկորի կտորը այդպես հանում եմ, այդպես մի պահ ասկի աշկերը չի թարթում, ոչ ցավ, ոչ բան, ոնց որ սովորական էլի գրպանից ես իմ թուղթ աներ կամ մի կոնֆետ աներ ես։ Հանում եմ, ասում եմ, հես ասում եմ շպրտի գցի, ասում եմ կապայի հրամանատար, ուզում եմ sense մի հատ բան անեմ, ասենք ցրվի էլի, ասում եմ կապայի հիշատակ, շպրտի ասում եմ դրանից շատ կապ, հա։ Վիրավոր Արարատ Մելքումյանը թշնամու կատաղի հրետակոծության տակ անգամ հրաժարվում էր լքել մարտի դաշտը։ Եվ միայն երկրորդ անգամ վիրավորվելուց հետո մարտիկները գնդապետին դուրս բերեցին թիկունք։ Ռմբակոծվելու ընթացքում երկրորդ անգամ վիրավորվեց, արդեն լուրջ, ոտից վիրավորվեց, ասես բոլորդ պարկեք, մի խառնվեք իրար։ Ումը կորցրել ենք, հետ չենք կարապերի, ով որ էստեղ բերեք չկորցնենք։ Բոլորս պարկեցինք, դիրքավորվեցինք, բայց ասեց բժիշկ արի վիրավորվել է, արդեն ինքը թուլացած, տեն հյուսված վիճակա մոտ է։ Ընկնում ենք ուսերին, տենց քաշ ենք տալի, տենց մի կերպ տանում ենք ավտոն։ 5 апреля азербайджанцы полностью перешли в глухую оборону и попросили перемирия. В этой победе была заслуга и полковника Арарата Мелкумяна и его отважных воинов. Միշտ մտածում ես, գիտես, ոնց մարտի դաշտում առաջերտի խնդիրի կատարենք, ինչ գնով ուզում ա լինի։ Պարոն գնդապետը ոչ հոգնել ունի, ոչ քուն ունի, ոչ հանգիստ ունի, չենք հասկանա ինչ ձևի մարդ է ինքը, էներգիան շատ է, ու կարում է իրադրության մեջ ճիշտ ու մի հատ որոշում կայացնի, որոշում, որը կարա դրականորեն անդրադառնա բոլորի վրա։ Полковник Арарат Мелкумян, так и не долечившись, спустя несколько дней вернулся на передовую, на те позиции, которые он защитил и которые он никогда не уступит противнику. Գոսպիտալու
հենց վիրահատությունը ավարտում է, միանգամից կապնում է հետս, ոնց եք, ինչ ենք։ Այն եմ լավ, մեսա գալիս եմ։ Դրանից հետո հրամանատարին տեսել ենք, մի քանի օր հետո իմացել ենք, որ հոսպիտալից ուզեցել է փախնի գա մեր մոտ։ Ցավող վիրավորված ոտքը, ասենք, կաղելով ինքը ոչ մի խնդրից հետ չի մնում, իր պաշտոնի, իր գործի հենց բնույթը գործնական խնդիրներն է զորքերում եւ ինքը դա փայլուն կատարում է հենց հիմա էլ։ Արարատ Մելքումյանին նրա կինը Ինան, որդին Միքայելը եւ դուստրը Քնարը հազվադեպ են տեսնում։ Արարատը պաշտում է իր ընտանիքը, բայց հենց հանուն նրանց, հանուն իր երեխաների եւ ամբողջ Արցախի երեխաների ապագայի, նա իր ողջ ժամանակն ու ուժերը նվիրաբերում է հայրենիքի սահմանների պաշտպանությանը։ Մի քիչ ընտանիքին իհարկե ժամանակը չի կարողանում շատ տրամադրել։ Ցանկացած պահի քնած են գիշերվա 3-ին լինի, չնի որ ասում են, «Էս ինչ դիրքում սենց իրավիճակա», առաջինը դնում ես ինքն հակնում, որ ես գնացի արդեն։ Նման հրամանատարի հետ գալի է մեռնելու գնալ։ Անվաղ կգնաս մեռնելու, եթե կողքդ են, հույս են ներշնչում։ Ապրիլյան պատերազմում դրսևորած արիության եւ հերոսության համար գնդապետ Արարատ Մելքումյանը պարգևատրվել է Հայաստանի մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ Միայն նա եւ նրա մարտական ընկեր մայոր Արթուր Հովսեփյանը ունեն մարտական խաչ շքանշաններ եւ Արցախյան եւ ապրիլյան պատերազմների համար։ Արարատ Մելքումյանը հպարտանում է նաեւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով, որը նրան շնորհվել է Արցախի պաշտպանության բանակի կայացման գործում ունեցած ավանդի համար։ Խաչակիր ասպետի գաղափարախոսությունը, գաղափարաբանությունը այդ մարդը յուրովի է ընկալում։ Ես կուզենայի, որ մեր ջահել երիտասարդ սպաները ունենան այդ բանավորությունը, այդ մոտեցումները, այդ գրագիտությունը, ինչ որ ունի Արարատ Մելքումյանը։ Հայ ազգի հերոսը, հայ ազգի հերոսը, ես կարամ այդ ասել։ Արարատի հետ ցանկացած ռազմական գործողություններ կարելի է իրականացնել, ու միանշանակ համոզված, որ այն կպսակվի միայն ու միայն հաջողությամբ։ Մարտական ոգու բարձրացման, զորքի մեջ ակտիվություն, աշխուժություն բարձրացնելու, զորքին մեջ նվիրվածություն սերմանելու այդ դեմքերից մեկն է։ Շատ մարդիկ չէին պատկերացնում, չէ՞, որ հնարավոր է 18 տարեկան տղերքը նման քայլերի, նման հերոսությունների, բայց ապրիլյան քարորիա պատերազմը ապացուցեց մեզ, ասենք դա որտեղից է գալիս, դա էլիս մեր սերունդն է, մենք ենք, չէ՞, դաստիարակում ենք, չէ՞, նոր սերունդին։ Եվ դա շարունակական է լինելու։ Ցանկացած պահի, որ պահին ակնարկ լինի, որ իր այդ մեզ առաջ եկնելու, մենք չենք թողի իրան, առաջ կգնանք, իրան կփորձենք խնայենք, որտեղ ինքը շատ պետքական մարդ է մեր պաշտպանության բանակում, շատ կարևոր առաքելությունի, շատ կարևոր մարդ է, շատ պետքական մարդ է մեր բանակի, բարք իրեն։ Ես շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ էլ եմ հենց իր կողքին, առաջի անգամ մարտին մտե իր հետ, դա իմ համար մեծ պատիվ է։ Ու ցանկացած իրավիճակում իր հետ պատրաստ եմ կռվելու ու ոչ միայն իր հետ, մենք ունենք շատ հրամանատարներ, որ իրանց հետ արժի մեռնել գնացած։ Հայկական բանակը այսօր գոյատևում է Արարատի եւ Արարատի նման մեր տղաների շնորհիվ։ Բանակի ողնաշարը կամ հենասյունը այդպիսի մարդիկ են։ Полковник Арарат Мелкумян. Такие командиры одержали победу в Арцахской войне. Такие командиры оказались непобедимой в боях Апрельской войны. До дерзости отважной и самоотверженной войн Арарат Мелкумян умеет побеждать и вести к победе своих солдат. И поэтому он герой.